հանձնաժողովը պետք է դատապարտող դիրքորոշում հանդես բերի եւ իրավապահ մարմիններից խստորեն պահանջի, որպեսզի դեպքը բացահայտվի, ոչ միայն այն դեպքը, այլև բռնության վերջին շրջանում տեղի ունեցած մյուս դեպքերը Արցախյան ազատամարտի հրամանատարների դեմ, նախախորհրդարանի ակտիվիստների դեմ, Սուրեն Սարգսյանի դեմ, եւ ես կարծում եմ, որ սա քաղաքական շատ լուրջ նշանակություն ունեցող հարց է, որը ի վերջո կապ ունի նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերի հետ։ Եվ երկրորդը ես կարծում եմ, որ այսօր օրակարգը ծանրաբեռնված է, բայց պարոն Զաքարյան, առաջիկայում կարծում եմ, որ առաջարկում եմ, որ հանձնաժողովը քննարկի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գործողությունները կամ անգործությունը, որ նա ցուցաբերել է դեկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամության միջխորհրդարանական կամ խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ։ Ես ուզում եմ արձանագրել, որ այդ նիստում հերթական անգամ տեղի է ունեցել լեզվի մասին օրենքի կոպտագույն խախտում եւ ամենամեծ զավեշտը նա է, որ դա տեղի ունեցել ազգային ժողովի 3 հանձնաժողովների նախագահների ներկայությամբ, նրանցից մեկը ընդ որում կրթության գիտության հարցերի հանձնաժողովի Արտակ Դավթյանը, ում գործունեության ուղղակի ոլորտում է լեզվի մասին օրենքի պահանջների պահպանումը։ Եվ ես կարծում եմ, որ սա անթույլատրելի փաստ է եւ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պարոն Զաքարյան, թույլ տվեք ասել, որ դատապարտում եմ ձեր գործողությունները կամ անգործությունը, որ ձեր ներկայությամբ թույլ եք տվել, որ այդպիսի բան տեղի ունենա։ Շնորհակալություն։ Եվ կարիք չեմ տեսնում հատուկ հանձնաժողովի անունից հայտարարություն տարածել կամ դատապարտել, չկա մեկը, որ կասի ես չեմ դատապարտում նման արարք։ Եվ այդ գործընթացը գտնվում է իրավապահ մարմինների գործունեության ոլորտում եւ բնականաբար մենք բոլորս հետևելու ենք նրանց զարգացումին։ Երկրորդ, ինչ վերաբերում է հարուսական ակումբում ձեր կողմից նշված ռուսերեն լեզվով անցկացված զրույցին, ապա պետք է ասեմ, որ ակումբը ոչ ֆորմալ ակումբ է, ըստիս, դա պաշտոնական հանդիպում չի եղել, իսկ ազգային ժողովում պաշտոնական միայն ձևաչափով անցկացվող հանդիպումների ընթացքում կարող ենք ասել։ Ես երեք օրինակ իմ աշխատասենյակում անգլերեն լեզվով 20 րոպե եգիպտական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց եմ տվել, ինչ դա համարենք լեզվի խախտում։ Որովհետև լեզվի մասին օրենքի 4 հոդվածը շատ հստակ սահմանում է, թե որոնք են այն դեպքերը, որտեղ պետք է հայերեն համաժամանակյա թարգմանություն ապահովի օտար լեզվով տեղի ունեցող հնչող ելույթների եւ այն ինչ որ տեղի է ունեցել հայ-ռուսական բարեկամական ակումբի նիստում, դա հստակ սահմանվում է, մտնում է լեզվի մասին օրենքի այդ սահմանումների տակ եւ ես ձեզ ասեմ, որ սա իմ կարծիքը չի, լեզվի տեսչության կոմիտեի պետի տեղակալը արդեն այդ մասին մեկնաբանություն արել է եւ արձանագրել է, որ դա այո օրենքի կոպտագույն խախտում է եւ այստեղ խնդիրը ես կուզեի դուք ձեր խոսքում նշեցիք, որ ռուսերեն կամ անգլերեն, խոսքը ռուսերենի կամ անգլերենի մասին չի, խոսքը օտար լեզվով հնչող ցանկացած ելույթի մասին է, ցանկացած օտար լեզվով։ Եվ այդտեղ որևէ կարծիք տարընթերցում գոնե այս իմաստով չի կարող լինել, որովհետև պետական լիազոր մարմինը արդեն իր դիրքորոշումը արտահայտել է, որ դա օրենքի խախտում է, եւ ընդ որում ի գիտություն ձեզ ասեմ, որ դրա համար վարչական իրավախախտումների մասին օրենքում կա պատասխանատվություն, եւ այդ վարչական իրավախախտումը կիրառելուց եւ դրանից հետո դեպքերը կրկնվելուց երրորդ դեպքից հետո արդեն Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է քրեական պատասխանատվություն։ Եվ ես ուզում եմ բոլորին, նաեւ այդ թվում ինձ համար տարակուսելի է մասնավորապես ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կեցվածքը, ընդհանրապես դա ուղղակ զավեշտ է, երբ որ ինքը ազգային ժողովի նիստում ասում է, որ սրանից հետո այդ նույն ակումբի հետ կապված իմ բարձրացրած հարցին ի պատասխան ասում է, որ սրանից հետո
կապահովի օրենքի պահանջը եւ ինքը այդ նույն ակումբին ուղերձ է հղում ռուսերեն լեզվով, որ իր խորհրդականը հրապարակում է ռուսերենով ու դա համաժամանակ է, չի թարգմանվում։ Ես ուզում եմ հանձնաժողովի անդամներին տեղյակ պահել, որ այս հարցով, այսինքն այս հարցը չեմ բարձրացնում ուղղակի բարձրացնելու համար, բոլոր հնարավոր միջոցներով այս հարցում հետևողական եմ լինելու, ընդհանուր օրենքով սահմանված ընթացակարգեր հարուցելը եւ ես առաջարկում եմ, որ եթե կուզեք դռնփակ ռեժիմով, պարոն Զաքարյան, ես դեմ չեմ, մենք հանձնաժողովում քննարկենք, որովհետեւ տվյալ դեպքում այս պարագայում իմ խնդիրը հետեւյալն է, որ դուք անձամբ այնտեղ ներկա եք եղել որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ ցուցաբերել եք այդպիսի գործողություն կամ անգործություն, ինչի եմ ասում, կամ որովհետև մանրամասներին չեմ, ես չգիտեմ, օրինակ դուք այնտեղ ռուսերենով ելույթ ունեցել եք, թե չեք ունեցել, բայց որ մյուս ռուսերեն ելույթներին, օտար լեզվով ելույթներին ներկա եք եղել, դա փաստ է։ Նախ խնդրում չկասկածել օրենքի վերաբերյալ իմաստությունը շատ հապետում եմ նաև թերմատում օրենքի պահանջներին և ևս մեկ անգամ ոչ ֆորմալ ձևաչափը պետք է առանձնացնել պաշտոնական ձևաչափը։ Եվ չեք կարող ցույց տալի պաշտոնական ձևաչափ, որտեղ որ ձեր մատնանշած գործողությունը կամ անգործությունը իմ կողմից կամ իմ գործընկերների կողմից տեղի է ունեցել։ Ես առաջարկում եմ սահմանափակենք մեր նպատակը սա Մեր նպատակը սա եւ նորից եմ բազմաթիվ առիթներ ա լինում, երբ որ ստիպված ենք լինում տարբեր լեզուներով, տարբեր հեռուստաընկերությունների կամ տարբեր պատվիրակությունների ցուցել։ Չի մասնակցում, մենք ինչ ենք անում, մենք մեր աշխատանքն ենք անում, թե այսպես ասած փորձում ենք Պարոն Զաքարյան, եթե ուզում եք այդ թեմայով կարող ենք բանավիճել, եթե ես իմ դիրքորոշումը ասացի, դուք ձերը ասացիք, հետագայում կնայենք, կպարզենք, կտեսնենք, դա օրենքի խախտում է, թե չէ։ Ես այս պահին ընդհանրապես արձանագրում եմ, որ լեզվի պետական տեսչության պետի տեղակալը արդեն իսկ մեկնաբանությամբ է հանդես եկել եւ ասել է, որ դա օրենքի խախտում է։ Իսկ տվյալ դեպքում լեզվի պետական տեսչությունը այն մարմինն է, որ հետևում է օրենքի կատարմանը եւ իրավասու է նաեւ տալ իրավական գնահատականներ։ Ես լեզվի տեսչության մեկնաբանությամբ եմ առաջարկում։ Աշխատանքից դուրս խոսել ցանկացած լեզվով կամ տալ ինտերվյուներ, դա ձեր իրավունքն է, որի համար մենք պատրաստ ենք պայքարել։ Ընդհանրապես կարող եք սենյակից դուրս, ազգային ժողովից դուրս միայն ռուսերեն խոսել։ Խոսքը գնում է, դուք երկու անգամ կրկնեցիք, դրա համար եմ ես խոսքը վերցնում, ոչ ֆորմալ Բելաջոյում կարելի է քննարկում անել ցանկացած մարդու հետ։ Ազգային ժողովի շենքում, ազգային ժողովի պատգամավորների ներկայությամբ ցանկացած հանդիպում ֆորմալ է։ Այդ առումով լեզվի օրենքը տարածվում է ցանկացած, նաև մեր հանձնաժողովի նիստին, ասել, որ դա ոչ ֆորմալ է, մի քիչ անընդունելի է եւ տարակուսելի է նորից, որ այդ ֆորմատով երբևէ չեն հրավիրվում որևէ ընդդիմադիր գործիչներ, որոնք կկարողանային նաև իշխող կարծիքից տարբերվող կարծիք արտահայտել։ Հայաստանը բաղկացած չէ յունիֆորմ տեսակետներից եւ շատ ցանկալի է, որ մարդիկ, որոնք գտնում են, որ ԵՏՄ-ին անդամակցելը սխալ է, մարդիկ, որ գտնում են, որ ազգային ժողովում կարելի է պետք է խոսել միայն եւ միայն պետական լեզվով, ներկա լինեն եւ իրենց կարծիքը հասցնեն մեր ռուս բարեկամներին։ Դա ձեր անձնական անհատական մոտեցումն է, դուք կարող եք համարել, որ այդպես է, ես կարծում եմ, որ ֆորմալ եւ ոչ ֆորմալ, պաշտոնական եւ ոչ պաշտոնական, աշխատանքային եւ ոչ աշխատանքային ձևաչափերը միմյանցից խիստ տարբեր են, անկախ նրանից որտեղ են տեղում են։ Կարելի է նույն ձեր ասած Բելաջոյում պաշտոնական հանդիպում կազմակերպել եւ այն ժամանակ արդեն խոսել։